Պարոն Կարապետյան, նախ 2.5 ժամ է գրեթե քննությունը սկսված է ձեր սպասելիքները հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միջնորդության քննության սկսումը պարզ դարձավ, թե ում է մակագրվել գործը, Վահե Դոլմազյանը հանրությանը եւ առասարակ մեր հասարակությանը հայտնի է որպես իշխանությունների սրտի որոշումներ կայացնող դատավոր։ Դուք ինչ սպասելիքներ ունեք հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը։ Ինչու են բռնել։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է, դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց։ Իրենք, որ հանրահավաք են արել, սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարց ուղղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Ինչպես եք գնահատում։ Այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակն է մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքանի օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Այսօր լսել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, ասեց այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, մինչև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը ձեզ հետ քննարկել է, թե ինքը իր ձևով է որոշելու հարձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, աշխարհը իմանա, դրա այդ կանա նշեց, որ գրոհելու են հիմա Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրեն եք բանան են կկալանավորեն։ Դե իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Ասում են հաջորդը դուք եք լինելու, դուք հոգեպես պատրաստ եք հայտնվել։ Խնդիր չկա, հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժ, որ պետության համը բերաններ է դառնալու, վախենում եք այդ արտահայտությունից, ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է, Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է, այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Դուք հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմեն ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով
գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա մինչև Սամվել Կարապետյանին ազատ արձակեն։ Այս մասով ինչ կա։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ նա դե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչ նկատի։ Մեր ձևով 6 տարը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի մինչև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Հայավարի ձեր հորեղբայրական ասում է ազատության Այո, ամեն մարդ հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը։ Ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան բայց եթե մյուս թույլ են գործընկերներ ուզեն բայց մի փոքր ներողություն այս մենք ասեք, հա։ դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը բանանի հասկանա մեր ձևով իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է Սամվել Կարապետյան ներողություն Սամվել Կարապետյան չեմ կարծում որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օթանահովերով գրոհելն է, Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ինչ նկատի ուներ Ամստերդամի, ինչ նկատի ուներ։ Իշխող ԶԼՄ-ները հրապարակել էին, որ մեր ձևովից զանգում մեր ձևովից Հարգելի լրագրողներ, եկեք ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, ուզում եք եկեք մի քիչ հետ գնաք։ Սահմանափակման տեսանկյունից Իշխող ԶԼՄ-ները գրել էին, որ մեր ձևովից զանգում Մի են քիչ հետ գնացեք, խնդրում եմ։ ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հետ գնանք մի քիչ։ Տարածքը այնտեղ բացվի, ավելի հանգիստ բոլորս հետ կկանգնենք։ Նույն ձև հետ ենք գնում։ Լավ, այս հարցին պատասխանեմ, ինձ թվում է այս հարցին պատասխանեմ, հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը։ Մարդիկ գալիս են 3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն։